բազերն նկատել եք այդ պատմվածքով սուրճ հայտարարություններ են հնչում եւ նույնիսկ հայտարարություններ, որ զարգանալի որից եւ առաջացել հանձնաժողովի նախագահի պաշտոնում կարող է որոշում կա ոչնչացնել եւ այն համարվում է որ լիբերալավոր ուժը նաեւ անընդհատ կրթիչներ սոցիալական ասում նրանք դիմությունը հարվածում է սեղաններին հետո երբ նրանք կաթողիկոս են ասում դուք հարվածում նպատակում ես ամեն ինչը եւ ընդհանրապես չի կարծում որ իստերը վերածվել են այսպես հակամարտության բովանդակային քննարկումներում նացիոնալիստներով եւ նաեւ սադրող գործողությունները արվում են ԿՊ-ի կողմից մասնավորապես ամենակարողին իրան անմասնավորության Շնորհակալ եմ շատ, իրականում եկեք վերջից սկսենք, ես կարծում եմ, եթե գործողություններ, այսպես որպես սադրող գործողություններ ենք դիտարկում, ես երեկ էլ իմ ելույթում նշեցի, ավելի շատ դա գալիս է հենց ուժեղ Հայաստան խմբակցության կողմից, որովհետև անընդհատ այդ թեման տակ պահելով հստակ գիտեն մեր դիրքորոշումը եւ մենք մեր դիրքորոշումը միշտ ենք հայտնել, երբ կաթողիկոսի աթոռը զբաղեցնող անձը եթե ունի կանոնական խախտում, նա չի կարող զբաղեցնել կաթողիկոսի աթոռը եւ եթե արդեն մարդը ունի խախտումներ եւ դրա մասին հերքումներ չկա, բնականաբար, երբ որ չի կարող զբաղեցնել կաթողիկոսի աթոռը, շատ հանգիստ մենք կարող ենք նրան դիմել իր անունազգանով, այն է Կտրիչ Ներսիսյանով։ Եվ դրանից փորձել ինչ-որ շոուներ կազմակերպել, կարծում եմ հենց առաջինը իրենք են սկսել եւ այո, մենք երբեք չենք խուսափել եւ չենք խուսափել, մինչեւ այդ հարցի պատասխանը չստանանք, մենք չենք կարող հստակ մեր դիրքորոշումը փոխել, մեր դիրքորոշումը միշտ պարզ է եղել, մեր նախընտրական ծրագրում է եղել եւ մենք դրանից չենք հրաժարվել ոչ մի ակնթար։ Սա նիստերը խանգարելու միտում չունի, ընդհակառակը, եթե հիշում եք նիստերը սկսելուց հենց սկզբից մենք ասել ենք, որ մենք շարժվելու ենք բարեկրթության կանոններով եւ մենք փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել, իհարգանք նաեւ ազգային ժողովին որպես ինստիտուտ բարեկրթության սահմաններից դուրս չգալ։ Իսկ ինչ վերաբերվում է Ֆարմանյանի տեխնացությանը, դա իրենց տեխնացուն է, մենք քննարկում ենք բոլոր տեխնացուներին, ինչպես տեսել եք, շատ մանրակրկիտ քննարկումների փուլով են անցնում բոլոր տեխնացուները, բոլոր հանձնաժողովի, լինի իշխանական, լինի ընդդիմադիր երկրորդ տեխնացուն է։ Առաջին տեխնացուի ընտրության ժամանակ էլ բավականին շատ խոսույց զարգացավ, այսպես թե արդյոք ինչու ընտրեցիք Վարդևանյանին եւ հիմնական նպատակը այն էր, որ եթե քվոտան իրենցն է եւ որպեսզի ավելի արագ ընթացքը առաջ գնա, մենք ընտրեցինք Վարդևանյանին, բայց Ֆարմանյանի հետ, ինչպես տեսակ, կան նաեւ որոշ բաներ, դժգոհություններ, ելույթներ, Վարդևանյանի ժամանակ էլ կար։ Այս պահի դրությամբ մենք պետք է քննարկենք, հասկանանք ոնց ենք առաջ գնում։ Այս պահի դրությամբ որևէ հստակ որոշում, որևէ տեխնացուի վերաբերյալ հեսա հետագայում էլի կքննարկվի, որովհետեւ ինչպես որոշվեց, բոլորին իրար հետ ենք վերջում քվեարկություն իրականացնելու, ըստ այդմ կորոշենք, այս պահին որևէ հստակ որոշում, որևէ մեկի պարզապես քննարկումը շատ լավ է, որ այս փուլում տեղի ունենում նման մանրակրկիտ ձևով, այդ ամբիոնը թույլ է տալիս անկեղծ խոսելու, ճշմարտությունները վերանել յուրաքանչյուր անձի, զբաղեցրած պաշտոնի, անցած ճանապարհի, արժեհամակարգի եւ ինչքանով է համապատասխանում այդ մարդը այդ պաշտոնի համար, շատ լավ քննարկումներ են կարծում եմ ու օգտակար հետագա աշխատանքներ կազմակերպելու համար։ Դե ես կարծում եմ սկզբի բաներն են, էմոցիաներն են, կդադարեն եւ էլի սկսվեց ընդդիմությունից, մենք մի քանի անգամ նման պորտկումներ, երբ որ ընդդիմության հենց իրենց այսպես ասած թույլ տեղին է սկպնում, ինչ է որ բազմաթիվ թույլ տեղեր ունեն, ես երեկ իմ ելույթում էլ նշեցի, իրենք շատ մեծ հայտարարություններ են արել, տարբեր հայտարարություններ են արվել, հակապետական, այսպես անկախական հայտարարություններ են արել, որոնց դեռ ժամանակ ու տեղ կունենան անդրադառնալու, ամեն ինչի մասին պետք է խոսվի։ Եվ կապ չունի, որ դա իրենց դուր է գալիս, թե դուր չէ գալիս, պետք է լսեն ճշմարտությունը, այն ինչ բոլորս էլ վեր ենք անում, եւ իրենց ռեակցիան այդպես է արտահայտվում, հիմա ոչինչ չեն կարող անել։ Իսկ այդ ինտեգրման հանձնաժողովի մասին քննարկումները որ եկան, ասում են այն ուժը, որ կապունի դիտային հարցականը, պետք է այդ հարցակման միջամտությունների հետ այսպես ասած, պետք է այդ հանձնաժողովը կառավարի, ու իրենք էլ ընդունում են, ասում են այդ հանձնաժողովը բարեփոխի է մասնված, մենք կան կապիտացնենք։
Գիտեք, մարդիկ ովքեր տեղյակ չեն ազգային ժողովի աշխատանքներն ինչպես է իրականացնում, որակավորում տալ, թե որևէ հանձնաժողով արդյունավետ է աշխատել, թե արդյունավետ չի աշխատել, տեղին չեմ համարում, որովհետև կան հանձնաժողովներ, որոնք աշխատում են այնպիսի իրավիճակում, որը տեսանելի չի լայն հասարակությանը, բայց կատարում են ծանրագշեր աշխատանք, որովհետև արտաքին բլոկում են, այսպես ասած, իրենց աշխատանքը եւ այս հանձնաժողովն էլ բացառություն չէ, բայց ես կարծում եմ բավականին ակտիվ եւ արդյունավետ աշխատանք է իրականացնել այս հանձնաժողովը, այդպես են խոսում, որպեսզի, այսպես ասած, արդարացնեն իրենց այդ հանձնաժողովի ընտրությունը, ես կարծում եմ, որովհետեւ ինչ մտել են ազգային ժողով, միշտ իրենց թեզերը նրան են, թե ինչի համար են մանդատ վերցրել, ինչի համար են այսպես անդադ ինչ-որ արդարացման ելույթներ ենք նկատում, սա էլ երևի այդ շարքից է։ Մենք տեսնում ենք սուր ելույթներ ընդդիմության կողմից առաջադրված հանձնաժողովների նախագահների երկրների վերաբերյալ, բայց պարոն Վարդևանյանի դեպքը ազգային ժողովի փոխնախագահի տեխնացու պես, որին դուք ընտրեցիք, ուղերձ է, որքան են կառավարող ուժը քննադատական ելույթներով է հանդես գալիս, ինչպես դուք եք ասում, մարդու անցած ճանապարհը վերհանել դրա արժե համակարգը բացառելու նպատակով, բայց այդուհանդերձ կա պայմանավորվածություն, որ ընդդիմության կողմից առաջադրված X տեխնացուին այդուհանդերձ ընտրելու եք, քվեարկելու եք։ Այդքան էլ միանշանակ չէ, որ ամեն տեխնացու ու այսպես ամեն ինչ պետք է ընտրենք եւ առաջ անցնենք առանց քննադատելու, առանց հասկանալու, որովհետեւ տեսեք, գործառույթների նախ տարբերություն էլ կա, թե ինչ գործառույթ է իրականացնում այդ դիրքում եւ հետո ելի եմ ասում Դոնտի բանաճենով այդ տեղը նրանց է հատկացված։ Մենք նախորդ խորհրդարանում ինչ տեսանք, որ տեղերը բաց թողվեցին եւ մարդիկ ինքնական հրաժարվեցին իրենց տեղերում աշխատելուց։ Հիմա ըստ երևույթի առաջին տպավորությամբ իրենք ուզում են գան եւ այդ տեղերում իրենց ասելով աշխատանք ծավալել, դե հիմա տեսնենք ընթացքը ոնց կգնա։ Հստակ չենք կարող ասել, որ այ վաղը ընտրելու են կամ չենք ընտրելու, դա ընթացքը ցույց կտա ոնց առաջ կգնանք, բայց տեսանք ինչպես մանիպուլացրեցին նաեւ իրենք Վարդևանյանի ընտրությունը, այն համարելով, որ մենք այսպես այնքան լավ տեխնացու էր, որ մենք գնացինք, ոչ նման բան բնականաբար չկա եւ մենք մեր հասանելի ձայները տվեցինք ուղղակի ազգային ժողովի աշխատանքները այսպես հարթ իրականացնելու եւ անցնելու առաջ մեկա քվոտան իրանցներ էլի են ասում հարգելի հայրենակիցներ եւ ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որտեղ պարոն Իշխան Սաղաթելյանը մի քանի փորձից հետո կարողացավ ընտրվել ազգային ժողովի գործակալը, իսկ Արթուր Ղազինյանը չեմ հիշում որերորդ անգամից երբ առաջադրվեց Անքանության եւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեխնացու պես, նրան այդպես էլ չընտրեցին։ Այս անգամ տեսակետ կա, որ կառավարելու ուժ ավելի կառուցողականության դիրքերից է փորձում հանդես գալ առաջադրված տեխնացուներին ընտրելով։ Դե տեսեք, այդ նույն համեմատության մեջ հիշում եք, մենք ամեն դեպքում մեր այդ սահմանված չափով ձայները տվեցինք, որպեսզի Իշխան Սաղաթելյանը ընտրվի։ Այսինքն Վարդևանյանի ընտրությունը զուտ այս համատեքստում է իրականացվել եւ Ղազինյանի օրինակներ շատ լավ բերեցիք։ Այո, բայց մենք օրենսդրական փոփոխություններ ունենք, մի տեխնացուին անընդհատ չեն կարող ներկայացնել եւ այդ դրվագները հնարավոր չէ անընդհատ ցկել եւ մենք տեսնում ենք, որ ինչքան երկար են տևում նաեւ նիստերը, հարցերը, ելույթները, ես ասում եմ նախընտրական շատ ակտիվ փուլ ենք ունեցել եւ այդ ակտիվ փուլի այդ ամբողջ հարցերը, խնդիրները եւ այն թիմը, որ հավաքված է ուժեղ Հայաստանում իրականում հավաքվել է շատ այսպես խառը եւ նույնիսկ ես հարցել եմ ընչերեցրել, թե ինչ սկզբունք են որևէ կազմվել իրենց նախընտրական ցուցակը, այդպես է սպառիչ պատասխան որևէ մեկից չեմ ստացել։ Հետևաբար այս մարդկանց առաջադրումների սկզբունքայնությունն էլ դեռ մեզ համար պարզ չէ, ել եմ ասում որոշում չունենք, կհասկանանք հետագայում ոնց ենք առաջ շարժվում։ Ներողություն, կարող եմ հարցնել վերջացրել։ Շատ լավ։ Ես ուղղակի ուշ եկա, ներողություն խնդրում եթե կրկնվի, հաշվի առնելով քննադատական բնույթը պարոն Վարդանյանի տեխնացության քննարկումների ժամանակ հնարավոր է քաղաքացիական պայմանագիրը դեմ քվեարկի նրա տեխնացության շնորհիվ։ Ասել եմ արդեն այդ հարցին պատասխանել էի, այո, դեռ որոշում չունենք, բայց յուրաքանչյուր տեխնացուի պետք է մանրակրկիտ քննարկենք, ուսումնասիրենք, հարցերը հնչեցնենք, մեր կարծիքը հնչեցնենք, ոնց որ կարգն է։
Ոնց որ իրենք են անում, մենք էլ ենք անում, այսինքն սա նորմալ փուլ է, որով անցնում ենք ու շատ կարևոր եմ համարում, որ այսքան ելույթներ են գրացվում, այսքան հարցեր են տրվում, թե մեր տեխնացուներին եւ թե իրանց շատ կարևոր է, որ հանրությունն էլ տեղյակ լինի, թե այդ ընտրության ընթացքը ինչպես է տեղի ունենում, սա թափանցիկություն է ապահովում, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Շատ էր արդեն։ Ունեք այլ հարցեր, եթե չկան, շատ լավ, կարող եք ձեր հարցը տալ, եթե կան, շարունակենք։ Հարցս վերաբերում է Տիկին Ղազարյան մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեխնատությանը, այդ հանձնաժողովը որպես Հայաստան հրաշենքը բոլորը կենտրոնացան Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը նախընտրել ուժը Հայաստանի որոշման շուրջ, բայց Ինչը զարմանալի էր։ Հանձնաժողովի այո ընտրության հարցը կարծեմ անտեսվեց։ Ձեր գնահատականը այս որոշմանը այն համատեքստում, որ Հայաստան դաշինքի փաստացի ղեկավար նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակը ասոցիացվում է իրավունքների, ազատությունների զանգվածային խախտումների։ Շատ լավ հարց եք տալիս, ինձ էլ մտորման տեղիք տվեց, առհասարակ միշտ է եղել այսպես ավանդական, որ ընդդիմությանն է բաժին հասել մարդու իրավունքների պաշտպանության այդ հանձնաժողովը, նախորդ անգամ էլ նման կերպ եղավ, պատիվ ունեմը վերցրեց այդ հանձնաժողովը, հիշում եք պատմությունը ամբողջական այդ հանձնաժողովի հետ կապված, բայց այս անգամ հետաքրքիր է, որ հենց Հայաստան դաշինքը, հենց առաջին իսկ ընտրության մեկ հանձնաժողով կարող էին վերցնել եւ այդ հանձնաժողովը վերցրեցին, ես ճիշտն ասած սպառիչ պատասխան իրենց ճեպազրույցներից էլ չեմ նշել, Իշխան Սաղաթելյանն ասել, մենք մտածում ենք, որ մենք այդ հանձնաժողովն է, կարծես ուզում են, այսպես ասած, պարզաջրվել ինչ որ կերպ իբրև թե իրենք մարդու իրավունքների տեսանկյունից կարող են ինչ որ կետում հանդես գալ, բայց իրականում այնպիսի քաղաքական առաջնորդ ունեն, որ չեմ կարծում, որ իրենք կարող են առհասարակ մարդու իրավունքներից խոսել ու մարդու իրավունքների շահերից դուրս գան։ Ես հաշվի առնելով իրենց նախորդ 5 տարվա աշխատանքը մտածում եմ, որ վերցրեցին, թեպետ մտածում էի, որ չեն վերցրի, որտեղ իրենք նախապես ասել էին պաշտոններից հրաժարվում են, չեմ բացառում, որ նաև հետագայում հրաժարվեն, սա զուտ իմ կարծիքն է։ Պարզապես այս պահին այդ քայլը արեցին, հետագայում թե ինչպես կշարժվեն, կթողնեն ուժեղ Հայաստանին, որովհետև տեղակալել առաջադրվեց ուժեղ Հայաստանից տեխնացու, կարծում եմ ինչ որ իրար հետ փոխկապակցված գործողություն էր սա։ Գուցե հետագայում իրենք էլ չգլխավորեն այդ հանձնաժողովը, մնա որպես տեղակալ պաշտոնավարի ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը։ Իսկ տեխնատության շուրջ դեռ հայտնի չի, անկեղծ դեռ հայտնի չի։ Հետաքրքիր կլիներ իսկապես իմանալ ով է իրենց մեջից այդ մարդու իրավունքների պաշտպանելը, իսկապես հետաքրքիր է։